Քուր եղբայրներ այսօր գուզեի քիչ խոսակցին իրար հետ։ Մի համար կգարտայի Արագած քրքին մեջ։ Մի խնդրեմ այդ համարը գարտանք։ Համարի առաջին բաժինը մի 2-3 բառեր են։ Գսե հետևյալը։ Արագած 28-ը 20։ Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի։ Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի։ Կգարտայի այս շաբաթվա ընթացքին եւ եկա այստեղ հավատարիմ մարդը եւ կարծես դերը շեշտը դրավ հավատարիմ բարի վրա, հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի։ Որքան մենք կաղոթենք, կխնդրենք, Տերը մեզ օրհնե, Տերը քեզ օրհնե, Տերը քո դունը օրհնե, իմ դունը օրհնե, եկեղեցին օրհնե, հիվանդը օրհնե, բժիշկը օրհնե, այստեղ պատասխանը գսե հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի։ Եվ սկսավ մտածել, հարցնել, ինչին հավատարիմ, որուն հավատարիմ, ինչ բանի հավատարիմ, երբ հավատարիմ։ Եվ այս մտքի վրա հավատարիմ սկսա քրել իմ համար։ Ինչ բանի հավատարիմ ես եւ ինչ բանի այնքանալ հավատարիմ չես։ Հարցումներ ես ինձ։ Մենք մեզի գրնանք տալ։ Ինչ բանի հավատարիմ ենք եւ ինչ բանի այնքանալ հավատարիմ չենք։ Եվ սկսա քրել ես ինձ համար մենք մեր կյանքը ունենք դարբեր տեղեր։ Գործը, ընտանիքը, եկեղեցին, ես եւ Աստված, ես եւ ընկեր, ընտանիքի անդամներ, բարեկամություն, փողոցը, ծրագիրներ, այս բոլորը մեր կյանքի մեջ այս բոլորը կան։ Մենք միան հրեշտակներ չենք, հրեշտակներ նման միան հոգևոր։ Մենք ունենք մեր նորմալ կյանքը եւ այդ հավատարիմ բառը, որ այստեղ գսե ոչ թե միայն Աստծո հավատարիմ, բայց հավատարիմ բառը կարևոր է, որ մի քիչ ընդլայնենք այսօր։ Ինչ բանի ես հավատարիմ եմ։ Նախ սկսա մտածել ասելով թե Աստված ինքը հավատարիմ է։ Համաձայնեք իմ հետ մի քանի համարներ, գսե երկրորդ օրինացի մեջ քիծիր, որ քո Աստվածը ինք հավատարիմ Աստված է։ Երկրորդ օրինաց ուրեմն էսի, 7-րդ գլխում մեջ։ Երկրորդ Տիմոթեոսի մեջ գսե եթե չհավատանք մենք ինք հավատարիմ կմնա։ Կամ ինք հավատարիմ Աստված է։ Ուրեմն եթե Աստված հավատարիմ է իր էության մեջ, ոչ թե հավատարմություն գնե, այլ հավատարիմ է իր էության մեջ։ Ինչպես որ Սուրբ Գիրքը մեզ գսե սուրբ եղեք ինչպես ինքը սուրբ է, ես այսօր գսեմ դերևս մենք մեզի հավատարիմ լինենք, ինչպես ինք հավատարիմ է։ Այսօրվա թեման հավատարմություն է։ Սուրբ Գիրքը որ սկսա փնտրել հավատարիմ բառը, առաջին միտքս որ եկավ հայտնության կրկին մեջն է։ Երկրորդ գլուխը գսե հավատարիմ եղիր մինչև մահ։ Եվ գսե քեզի գենաց պսակը պիտի տամ։ Հավատարիմ եղիր հրաման է։ Երբ մինչև մահ։ Ինչ բանի մեջ, ինչ որալ լինի։ Մինչև կյանքդ քեզ մե առնեն, դուն հավատարիմ եղիր։ Ոչ թե միայն Աստծո, այլ հավատարիմ եղիր, հավատարմություն մի է, հավատարիմ եղիր, ինչպես Աստված հավատարիմ է։ Այս adjective է, հայերեն չեմ գիտեր ինչ adjective-ին, այս ինքնությունն է, ածական է, ինքնություն է, որ Աստված գուզե որ մենք մշակենք մեր այդ հավատարիմ ինքնությունը, հավատարմության ինքնությունը, որ այսօր շատ հոգևոր ըսված մարդուց մեջ շատ քիչ կտեսնենք հավատարմություն բառը, հավատարմության բնավորությունը։ Հիսուս գսե, այսօր մասին խոսել ենք, քո այոն այո լինի, ոչը ոչ, եթե ոչ ես ասել, հավատարիմ եղիր ոչին։ Եթե այո ես ասել, հավատարիմ եղիր այոին, բայց եթե այոն ոչ կդառնա, ոչը այո կդառնա, նայած եղանակը, նայած իրավիճակը, երբ որ կփոխվիս, Հիսուս կշարունակի գսե մնացածը չարեն է, ասել է որ չարին դեր ես տալիս։ Եվ որ այոն դարձավ ոչ, ոչը դարձավ այո, հավատարիմ լալ ուզեցիր դիրոջ առաջ, բայց մի բան եղավ եւ փոխվեցար։ Սուրբ Գիրքը գսե այն սատանայից է, քանի որ Աստված վիճակներուն նայելով չի փոխվիր։ Հոբին օրինակը հավատարիմ էր գսե նեղության մեջ։
Աբրահամ հավատարիմ եղար իր որդին զոհելու հավատարմությունը դեսանք հնազանդութեն են։ Դանիելը հավատարիմ էր մինչև արույցի կուպի մեջ։ Չփոխվեցավ այսպես գիտեք իրավիճակի հետ կապ չունի հավատարիմ լինելը։ Գտեսնեք ինչի մասին խոսենք, որ մենք շատ իրավիճակի հետ կապ ունենք։ Մեկը ձուր գնա ինձի, ես արդեն կխանգարվեմ, օրինակ։ Գմորնամ ով եմ, ինչ եմ, ուր կացի, ինչսի, ինչ եմ ասել գիրագի օրը, մոռան, այդ ամեն գմորնանք։ Մի բան գլա մեր այդ հավատարմությունը դարձեք գուրանանք։ Եկեք միասին մտածենք։ Ինչ բանի մեջ ես պետք է հավատարիմ լինեմ։ Մի քանի օրինակներ դամ մտածեն սրա մեջ։ Շատ օրինակ չէ, ուղղություններ ավելի։ Ինչ բանի մեջ մենք ես հավատեմ պետք է լամ իմ կյանքիս տարբեր միջավայրներու մեջ տեսնեմ։ Okay? Առաջինը շատ միշտ կխոսենք եկեղեցին հավատարիմ լինանք մեր Աստծո հետ ունեցած հարաբերության։ Շատ բաներ գրնան գսել, Աստծո հետ ունեցած հարաբերության հավատարիմ ես թե չէ։ Մտածի, հարց ենք գտնանք այսօր։ Հավատարիմ լինանք Աստծո հետ մեր ունեցած հարաբերության։ Մենք տեղից սկսենք։ Իմ հարաբերությունս Աստծո հետ ինչպես կդրսևորվի։ Լսենք, ինչպես կդրսևորվի իմ հարաբերությունս Աստծո հետ։ Հալելույա, ինչ։ Ասեք, հարցում եմ տվել ձեզ։ Հարց, այո, ներողություն, հարց տվեցի, այո։ Ինչպես իմ հարաբերությունս Աստծո հետ մի դրսևորվի։ Հա, գարձեցի ես ներողություն, սխալ դրսևորեցա։ Առաջին հարցումը, ուրեմն վերանայինք մեր հարաբերությունը Աստծո հետ։ Իմ երբ որ քրեցի, իմ հարաբերությունը Սարգիս ջան Աստծո հետ հավատարիմ ես թե չէ։ Սկսա մտածել։ Աղոթքի կյանքս, օքեյ, ուրիշ։ Սուբկիր կարտալս, օքեյ, ուրիշ, հավատարմություն Աստծո հետ։ Եկեղեցի մոռացեք թե դու եւ Աստված։ Դու եւ Աստված, եկեղեցի մոռացի պիտի կա եկեղեցին թեման։ Դու եւ Աստված հավատարիմ, ես որ սկսա մտածել, մոռացար աշխարհի մեկ ծայր, մինակ դու եւ Աստված ես, մարդ չգա, ոչ եկեղեցի գա, ոչ եղբայր գա, ոչ քույր գա, ոչ մամա գա, ոչ բաբա գա, ոչ քույրիկ գա, ոչ մեկ գա։ Դու եւ այդտեղ գանքներ ես։ Վստահություն, հավատարիմ ես վստահության մեջ։ Ոչ թե օրմը այո, օրմը ոչ։ Հավատարիմ ես աղոթքի մեջ։ Օրմը այո, օրմը ոչ։ Հարադեվում ես քո բայկարիտ, հոգևոր բայկարիտ մեջ։ Օրմը այո։ Հասկանաք, հավատարիմ մարդն է, որ օրդություն պիտի ստանա գրած է։ Եվ պիտի գտնենք այս համարը, գարտացենք, չէ, Արագած 28-ը։ Հավատարիմ մարդը օրդություններ պիտի ստանա։ Ուրեմն առաջին հավատարմության իմ այս շրջակիցը ես եւ Աստված։ Եվ ես տեսա, որ այնքանալ հավատարիմ չեմ։ Հավատարիմ իմ այոյին, ես քոնն եմ դեր։ Քիչ առաջ ըսվեցավ, բայց հեշտ ըսվեցավ։ Մեր Մարիամ քույրը հեշտությամբ ասեց։ Բայց եթե իրեն հարցնես այդ ասածին ինքը հավատարիմ է, թե պիտի ասես չէ։ Ես մի բան պիտի ասեմ, դու պիտի ասես դու հավատարիմ ես քո ասածին, դերս պիտի ասեմ չէ։ Հեշտ ենք ասում։ Հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Ուրեմն հավատարիմ եմ ես, հավատարմությամբ Դիրոջ հետ կքայլեմ։ Իմ աղոթքիս կյանքը այսպես է, թե այսպես է։ Իմ սուբկիրքիս հարաբերությունը այսպես է, գիրագի, ոչ թե այսպես ամեն օր ավելին։ Հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Ես այստեղ գրել եմ հավատարիմ իմ հարաբերությանս Աստծո հետ, հետո 3 կետ եմ դրել, քանի որ այդ բաները ինչ գրեմ, գիտենք արդեն, նորություն չեմ ասելուց։ Ես գիտեմ, որ հավատարիմ լալու համար Աստծո հետ ժամանակ պիտի անցկացնեմ իրեն հետ։ Սիրելի քույր, եղբայրները եկան անգերձ լանք, այս շաբաթ որքան ժամանակ անցկացվեցի Տիրոջ հետ։ Ուրեմն, բայց մենք գուզենք Տիրոջ նմանել, եթե դերը հավատարիմ է, բայց ես ինչու հավատարիմ չլամ։ Հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Իմ Աստծո հետ ունեցած հարաբերությունս պիտի մշակվի եւ անոնից պիտի անցյալ գիրագի խոսանք հարադևենք, հավատարիմ բարենք ու կհարադևել բարը։ Շարունակությունն է։ Ամեն։ Հավատարիմ սկսա մտածել երկրորդ կետը։ Հավատարիմ ես ով եմ։ Ես ամուսին եմ, ես հայր եմ, ես որդի եմ, մամայիս տղան։
Ես քույր եղբայրներ ունեմ, ավելի քույրեր ունեմ եւ ընտանիք ունեմ։ Իմ անձնական կամ փոքր կամ մեծ ընտանիքիս մեջ հավատարիմ մարդ եմ իմ իններուն հետ։ Քանի որ ես միան հոգևոր մարդ չեմ, նաեւ ես նաեւ հայր եմ, նաեւ զավակ եմ։ Հավատարմությունս ինչպես է իմ սիրելի ընտանիքիս հետ, իմ գնոջս հետ, իմ զավակներիս հետ։ Հավատարիմ մտածեցի այդտեղի, դու հավատարիմ ես գնոջդ։ Գինես ուստեղ է։ Դու հավատարիմ ես գլուխով, գործով, խոսքով։ Դու հավատարիմ ես քո մորդ։ Խոսքով չէ միայն, մտքով նաև։ Գործով չէ միայն, քանի որ երբ որ մեկը նեղի մեջ է գվազենք, գոկնենք, եթե խնդիր չի, բայց ես հավատարիմ եմ իմ դղա ըլլալուց մեջ, զավակ ըլլալու մեջ, հարկանքիս հետ կապված, հավատարիմ եմ իմ ծնողքիս հետ։ Գնոջս հետ նորից գսեմ, ես իբր ամուսին հավատարիմ եմ իմ ամուսնության հարաբերությանս մեջ։ Սիրելու, օրտնելու, բարձրացնելու, ինչպես սուբ գիրքը գսե, ոչ թե հրամայելու, ձեձելու, զարնելու։ Հավատարմություն միայն թավաջանության մեջ չի, հավատարմություն հարաբերության մեջ է նաև։ Շատերը կարծեն, որ ես գնոջս չեմ դավաճանած, ուրեմն ես լավ մարդ եմ։ Ոչ, դու գնոջդ ոնց ես խոսել, զավակիդ ոնց ես խոսել, ամուսիններուն գինի քույրիկներ ծեր ամուսիններուն մենք ինչպես կխոսենք, ուրեմն հավատարիմ իմ բադասանադությանս մեջ Աստված ուր որ տրած է ինձ։ Մի 30 տարի առաջ ես գին չունեի, ուրեմն այդ սրա մասին ես չէի մտածել, գին չունեի որ հավատարիմ լինեմ գնոջս։ Հիմա հայրս մահացած է, մայրս կապրի, չեմ կեր քանի տարի ապրի, հուսամ երկար ապրի, բայց երբ որ օրը մեռնի, ես դղա ըլլալու հավատարմությունս կվերջանա, չունեմ էլ ծնող։ Կհասկանաք, բայց ինչ բանի մեջ որ եմ հիմա, ես պատասխանատու եմ հավատարիմ ըլլալու, մտածեմ իմ քանի որ հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Եթե մեկը ասի իր ընտանիքի մեջ չէ, ազդոդան մեջ չի կարող լինել։ Իր զավակներին հետ չի, ազդոդանը մեջ չի կարող սորվեցնել։ Եվ այլն լավ նայեցեք սուրբ գիրքը, ընտանիքը գտնե իր հավատարմության, հավատացյալներ կան իրենց եղբայրներուն հետ չեն խոսիր, իրենց քույրիկներուն հետ չեն խոսիր, հավատացյալներ կան գրիվ ունին իրենց քերիին հետ, ամոյին հետ, ինչ գիտնամ, հասկանաք, գրիվի մեջ են, բայց եկեղեցին հալելույա ամեն գսեն։ Քիչ առաջ այստեղ Թուրին արջևը խնդիր եղավ, չղայնացուց մեկ ինձի, այստեղ Թուրին արջև այս ֆրանսացի խումբեն։ Գինը գբորա գգամ չէ, գահայ է ինձ։ Այստեղ Թուրին արջև, գիտեք ինձ ալ ես ալ սկսա քիչ բան եղալ, այսպես լեցվելու, սկսա հետո հանդարտեցա, գինինսի թուն այսպես պաշտամունք են դուրս կելես։ Դու հիմա պաշտամունք արեցիր, պաշտամունք են դուրս կելես այսպես։ Հասկանաք, հավատարիմ էր պաշտամունքի ընթացքին, բայց մեքենայի պատճառով հավատարմությունը մորցավ։ Ուրեմն մենք կարանք հավատարիմ լալ ոչ թե միան խոսքով, այլ պետք է նայենք մեր ամբողջ իրավիճակի մեջ, ուրեմն իմ Աստծո հետ հարաբերությունս առաջիններ, երկրորդը իմ ընտանիքիս մեջ։ Քննեցեք դուք ձեզ, հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Հարաբերությունը նայեք քո եղբայր, քույրիկներ, եթե ունիս ընտանիքի մասին բիոլոգի, հա, ընտանիքդ, եղբայրդ, քույրդ, հայրդ, մայրդ, ինչ գիտեմ, զավակդ, ինչ վիճակի մեջ որ ես, հարաբերությունդ ինչպես է։ Մամայիդ հետ ինչպես կխոսիս։ Եղբորոդ հետ ինչպես կխոսիս։ Դեգուզ անհավատ։ Դեգուզ անհավատ։ Կարևոր չէ, այստեղ հավատացյալի անհավատի հետ խնդիր չկա այստեղ։ Այստեղ հավատարմության հետ ես հավատարիմ պիտի լամ իմ դղա կամ իմ եղբայր քույր հարաբերության մեջ։ Ես քույր ունեմ։ Արդյոք հավատարիմ եղբայր եմ իրենց։ Ես քերի եմ։ Արդյոք հավատարիմ քերի եմ։ Հասկանաք, ընտանիքիս մեջ ես ով եմ։ Ես հավատարիմ եմ, կամ հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Հալելույա, եթե ծեր մեջ գա ընտանիքի մեջ, հարաբերությունների մեջ, որ կենեք, նեղացել եք, չեք խոսիր մարդկանց հետ, հաշտվեցեք, քանի որ այդ օրհնությունը դուք կորսնցնում եք։ Ամեն։ Քույրիկներ, քերիներ, հարևաններ, 50 տարվա պատմություն կա երբեմն, որ այդ հարևանին, այդ հոպարին գինը, գնոջ զավակը կամ գնոջ մաման մի բան է արել քեզ, 50 տարի մնացել այդ պատմությունը սերունդ է սերունդ կերտ առաջ։ Պիտի կանգնվի, որ օրհնությունը կա, հավատարիմ մարդը օրհնություն պիտի ստանա։ Ամեն։ Բայց ես իմ թիրքիս մեջ հավատարիմ պիտի լամ Աստծո առջև։ Այսօր գնոջս կսեի մենք այս հարցին մեջ
դու եւ ես այս հարցին մեջ մենք հավատարիմ եղանք Աստծո։ Հիմա մեր ուզածին մեջ չի հարցը, բայց մենք մեր դիրքի մեջ մնացինք հավատարիմ։ Այդ վստահ եմ։ Ուրեմն պետք է գիտնանք, թե Աստծո խոսքին համաձայն հավատարիմ դիլանք աշխուժ, որ ես արդյոք հավատարիմ իմ բաժինս մնացել եմ իմ հավատարիմ իրավիճակից մեջ Աստծո առջև։ Ամեն։ Ուրեմն հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Հալելույա։ Հիմա երկրորդ ընտանիքի մասին խոսենք, Աստծո ընտանիքի մասին։ Հավատարիմ եղիր Աստծո ընտանիքի մեջ։ Արդյոք դու Աստծո ընտանիքի մեջ որքան հավատարիմ ես։ Հիմա ցեզի անուններով ես կրնամ ասել, ով հավատարիմ է, ով հավատարիմ չէ։ Քանի որ ես կտեսնեմ։ Քույր եղբայրներ, հավատարիմ մարդը, չէ, հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Իմ գոչումից մեջ ես կոչված եմ Աստծո զավակ ըլալ, ընդուներենք, վերստին ընդունենք, Սուրբ Հոգին ստացել ենք, մենք մտածենք Տիրոջ ընտանիքի մեջ, այո, ուրեմն հավատարիմ հարաբերություն ունեցիր քույր եղբայրներ։ Հավատարիմ մնա քո գոչումի մեջ, քո ներկայության մեջ, քո մասնակցության մեջ, հավատարիմ քո հոգևոր ընտանիքին, հավատարիմ քո դեղական եկեղեցի, ծառայության, հավատարիմ քո բարգևներուն, որ դերը դված է, որովհետեւ դու դաս եկեղեցի։ Այսօր մեջ գիտեք ինչեր գրնան գսել։ Ինչ բաներ գրնան գսել, երբ որ գտեսնենք այդ հավատարմությունը չկա, եւ այդ տրվալ մարդը գսե ես օրհնված եմ Հիսուսի անունով, իրեն բացահայտ գրնամ ասել, դու օրհնված ես, քանի որ հավատարիմ մարդը գործնվի։ Հավատարիմ քո գոչումին, քո դեղական եկեղեցին, քո անգաժման, քո նվիրվածությանը, ինչ բանի նվիրված ես, Պարապանության մեջ հավատարիմ եղիր, մաքրության մեջ հավատարիմ եղիր, դալու մեջ հավատարիմ եղիր, դիծաղալու մեջ հավատարիմ եղիր, օրհնելու մեջ հավատարիմ, ինչ բանի որ գամչված ես։ Հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Մենք եթե եկեղեցի հոգևոր դեղական եկեղեցի անդամ ենք, մենք անդամության հավատարիմ պետք է լինենք։ Եվ ոչ թե հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Հալելույա։ Դասանորդիս նվիրյալ կյանքի զոհողությանս այս վերջերս երբ զոհվեցար եկեղեցի հարաճացման համար։ Գարան մի հարցնամ այս հարցումը։ Երբ դու զոհվեցալ բարի գործած եմ եկեղեցի հարաճացման համար։ Չարվեցար մի բան խնայեցիր, ուրիշ բան խնայեցիր Տիրոջ տանը հարաճացման համար։ Հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Քանի որ դու այն մարդն ես անունով եւ դիդրոսով դու անդամ ես, դու Տիրոջ մարդն ես, այո, երբ պիտի հավատարիմ լինես։ Հավատարմության հագարակը գիտեք ինչ է սիրելիներ ջան։ Անհավատարիմ, հա, բայց հավատարմության հագարակը ինքնագետրոն մարդն է։ Հավատարիմ մարդն է, որ նայեցեք Աբրահամ ասի քիչ առաջ, Աբրահամը հավատարիմ էր իր միածինը զոհելով։ Իր հավատարմությունը այդտեղ երևցավ։ Բավ, ինչպես կարելի է որ մեկը իր միակ զավակը զոհե։ Ուրեմն հավատարմությունը ցույց կտա, որ մի բան պիտի զոհես, որ հավատարիմ մնաս։ Հա, ամեն։ Նույն բառն է։ Հավատքը հավատարիմ բառենգու կա։ Եվ հարադև բառենգու կա։ Նայեցեք, հավատարիմ, հարադև, հավատք։ Մեր եկեղեցի բոլոր անդամները հավատացյալներ են, բայց բոլորը հավատարիմ չեն եւ բոլորը հարադև չեն։ Զարմանալի հավատացյալներ են։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզ գսե հավատարիմ, քանի որ Աստված ինքը հավատարիմ։ Երևակայի Հիսուս վերջին վարյան խաչին վրա ասեր, որ հիմա հոգնած եմ էլ։ Երևակայի խաչին վրա ասեր, որ հոգնեցա։ Այս մարդկանց երեսը տեսնել են, այս մարդկանց համար չեմ խաչվելու, վերջացա, միտքս սրի։ Հոգնել եմ։ Եվ այդպես լավ լսեցիք, այդպես միտք իբր մարդ ունեցավ։ Գեցեմանեի բարդեզի մեջ հերացուր ասեց։ Ուրեմն նորմալ բան է, որ մենք հավատարմությունից փախնենք։ Մարդկային է, որ չընդունենք հավատարմությունը։ Բայց քանի որ Հիսուս մինչև ձայր քնած, եւ քանի որ գսենք մենք պետք է Տիրոջ նմանենք մեր ամեն իրավիճակների մեջ, ուրեմն հավատարմության համար զոհողություն պետք է։ Եվ եկեղեցի մեջ։ Ուրեմն հավատարիմ իմ Աստծո հետ ունեցած հարաբերության ժամանակ չունեմ, հոգնել եմ, կորձ ունիմ, կլիենտ ունիմ, այսօր բամը գլսեի, մեկը գսել ինչ տավ, գսել երբ որ մեռնիս գսե, հուղարգավորությունը տնելուց հետո, մի քանի ժամ գսեք քո սիրած ընկերներդ այդ ժողովուրդը որ հավաքվել են, երբ որ քեզ թաղեցին բիդիկան, սուրճ խմելու մասին պիտի մտածեն։
Երբ որ թաղեցին քեզ մի քանի րոպե հետո այդ գերած խմածնին մաքրելու մասին պիտի մտածեն։ Եվ երբ որ դուն երթան, ամեն մեկի իր դունը երթան, իր կորձերով պիտի շարունակեն։ Քո զավակներդ որ քեզ թաղեցին 2 օր հետո այդ կորձերին պիտի սկսին։ Քո գինը մի քանի շաբաթ հետո, մի քանի ամիս հետո ուրիշ տելևիզոր ֆիլմի առջև պիտի ծիծաղելու սկսին, մի բան պիտի տեսնե, ծիծաղել։ Եվ գամած պիտի մորցվիս։ Ուրեմն ինչու դու մարդկանց համար ես ապրում, ապրիր Աստծո համար։ Քանի որ այդ բոլորը պիտի մորնան քեզ, ամսվա պատմություն է։ Մի քանի ամսվա պատմություն է։ Ուրեմն ինչու համար ես այս բոլորի համար իմ Աստծո այդ հավատարմությունս կանգնեցնեմ, քանի որ կորձ ունիմ, հյուր ունիմ, էս կա, այնգա եւ այլն։ Ինչու կանգնեցնեմ ես։ Քանի որ այս բոլորը պիտի անցնի, իմ հավատարմությունս պիտի մնա, հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Հավատարիմ իմ հարաբերությանս հետ Աստծո։ Քանի որ կորձ ունիմ, շատերը գսեն, այսօր կորձ ունիմ, սուպրի չի գարտացի։ Այդ կորձը դու 50 տարի ալաբիս պիտի ունենաս եւ մեռնելուց հետո այդ կորձը ուրիշը պիտի անե, քոննա պիտի չլա։ Այդ քոննա չի։ Ամեն ինչ անցողական է, բացի հավատարիմ մարդը Աստծո հետ, հավատարիմ մարդը իր ընտանիքին, քանի որ մինչև կյանքիդ մեջ դու կանչված ես քո ընտանիքիդ մարդը լինել, ամուսին գին եւ զավակ եւ այլն, եւ հավատարիմ Աստծո ընտանիքի մեջ, քանի որ ասեմ թե այս ընտանիքն է որ պիտի մնա հավիտյան։ Նույնիսկ ես պետք է ես առաջին տեղը տնեի, քանի որ քո ընտանիքդ պիտի անցնի եւ վերջանա։ Քո զավակներդ պիտի ամուսնանան գնան թերևս մորնան քեզ։ Այդ հավիտյան պիտի մնա քո եկեղեցին։ Հավատարիմ մարդը պիտի օրհնվի։ Ուրեմն հավատարիմ Աստծո, հավատարիմ ընտանիքիս, հավատարիմ եկեղեցիս, թեր շարունակեմ, հավատարիմ։ Հիմա նայեցեք։ Ամեն մեկս դարբեր ապրելակերպ ունենք։ Համաձայն ենք։ Մամաները բզդիկ բեբեկներ եթե ունին, պիտի անշուշտ իրենց մտահոգությունը դարբեր է, քան թե այդ մարդը որ ոչ բեբեկ ունի, ոչ զավակ ունի, ոչ ամուսնացած է։ Նույն բանը չի։ Ուրեմն հավատարիմ պետք է լամ նաև իմ կյանքիս առաջնագարկ բաների, որ ես եմ դնում։ Ժողովուրդ, գիտեք մեր խնդիրը ինչ է։ Մեր հավատացյալներս։ Մենք առաջնագարկ բան չունենք, չենք դնում։ Ինչ որ գալիս է գնում ենք առաջ։ Ինչ որ վարժված ենք այդ ենք անում։ Ինչ որ մեզ ասվել է այդ կնենք։ Ինչ որ մեր առաջն է այդ կանենք։ Եվ մարդիկ երբեմն միջոցը կդարձնեն նպատակ։ Օրինակ աշխատանքը։ Աշխատանքը, որ աշխատում ենք։ Միջոցը թե նպատակ է։ Բա ինչու դարձել է քո կյանքի նպատակը։ Արդու գելես աշխատանք իր գունը գբարգես աշխատանք։ Նույնիսկ երազներդ կտեսնես աշխատանքիդ մեջ մի քանի անգամ։ Դարձած է մեր կյանքի նպատակը դարձիկ գաբրինք աշխատելու համար։ Եվ այդ աշխատանքը, որ պետք է, այո, չեմ ուզում պետք է, այդ աշխատանքը գտարնա մեր միջոցը եւ ոչ թե մեր գտարնա մեր նպատակը եւ ոչ թե մեր միջոցը, бид աշխատենք որ ապրենք, ամեն։ Բայց իմ կյանքից նպատակը ինչ է։ Ուրեմն, սիրելի քույրեր, 4-րդ բանը, որուն հավատարիմ պետք է լաս, լավ լսե, հավատարիմ պետք է լաս քո ծրագրած կարևոր բաներուն։ Որ նույնը չի, քոնը եւ իմս նույնը չի։ Արդյոք դու կարևոր բաներ ունիս կյանքիդ մեջ, որ դու ես ծրագրել։ Եվ եթե այդ կարևոր բաները իբր հավատացյալ լավ բաներ են, պետք է այդ կարևոր բաներուն դու հավատարիմ լաս։ Որոշել եմ այսօր օրինակ, որոշել եմ այսօր երթալ իմ եղբորս, որ հիվանդ է, երթամ այցելեմ։ Չէ՞։ Ծրագիր դրի։ Քանի որ կարևոր է եղբորը այցելել հիվանդ է։ Ճանապարհին վրա մի հատ քույր կամ մի հատ եղբայր ինձ կհրավիրե սուրճի։ Եվ երբ որ ինձ կհրավիրե սուրճի, գմորնամ եղբորս այցելություն անելը, կգնամ սուրճի։ Հիմա անալ կարևոր է, բայց ես ծրագրած էի, չէ՞ եղբորս երթալ։ Հիմա մեղ չէ Աստծո առջև, որ ես քույրիկիս կով սուրճ եմ խմում կամ կրոջս կով կամ եղբորս կով։ Մեղ չի, բայց ծրագրածից դուրս եկա։ Հավատարմություն չրի ինձ, ես ինձ չհարկեցի։ Ես իմ ծրագրին հավատարմություն չրի։ Հավատարիմ մարդն է որ գսե բիդի օրտնվի։ Հավատարիմը սել է քիչ առաջ ասենք, եթե այո է, այո լա, մի փոխվի, քանի որ մի բան փոխվեցավ։ Աստված չի փոխվի, երբ որ մի բան կփոխվի։ Մենք երբ որ մեղք կգործենք, Աստված չի փոխեր իր սերը, քանի որ մենք մեղք գործեցինք։ Քիչ առաջ ասենք, մենք եթե ինամ գսե ինքը հավատարիմ կմնա։ Գեդեվի ինձ հավատարիմ իմ գազմագերբությանը սիրելիներ ջան։
Ուրեմն ասեմ ցեզի, եթե ես մի բան գազմագերբերեմ եւ մի նոր բան գլա, ես պետք է սորվիմ այդ նոր բանը նսել ոչ, քանի որ ես գազմագերբել եմ։ Այսի եկեղեցի հետ ալ գաբունի գիտեք։ Եկեղեցի գիրագի մենք գիտենք ինչ ունին, կամ ասենք այս ինչ օրը ինչ կա, նորություն գլա, եկեղեցին ցկ նորության գերտանք։ Ուրիշ հարաբերություն կա, ասենք դիտերտաս որոշել ես գնոջդ հետ ռեստորան երթաս։ Մի կարևոր բան գլա, գնոջդ մեկում գտնես, այդ մյուսը գնես։ Ժողովուրդ գազմագերբյալանի ծեր գազմագերբին հավատարիմ եղեք։ Ծեր կարևորին որ դու եք դրել, մեկը ծեր վրա չէ իշխել։ Հավատարիմ կյանքի առաջնագարկ բաների վրա որ ես եմ դրել։ Նոն գսել է որ ոչ ըսել գա այստեղ։ Մեկ հատ լավ նայեցեք Հիսուսի կյանքը։ Ամեն իրեն գանչողին չգնաց։ Երբեք չսավ Հիսուս ժամանակ չունիմ։ Երբեք չսավ խառնվել եմ, հոգնած եմ։ Այդ ավելանին չսավ Հիսուս հոգնած էր, բայց Հիսուս երբեք չսավ ես հոգնած եմ։ Ծրագիր ուներ։ Ես եկած եմ գսե հորը գամքը կատարելու, իրեն քարգոծեցին, խանգարվեցավ դուրս ելավ, որ իր ծառայությունը չխանգարվի, իրեն ուզեցին թակավորն էլ, ինքը սա ոչ, ես եկել եմ հորը գամքը կատարելու, ծրագիր ուներ իր կյանքի մեջ։ Իր ծրագրին հավատարիմ մնաց միջև վերջ։ Այս մարդկության բնավորության հետ կապ ունի ինչ որ ասում եմ հիմա։ Հավատարիմ մնալ մեր որոշումների մեջ, հավատարիմ մնալ մեր ուղիի մեջ, հավատարիմ մնալ այն բանը որ դու ասել ես որ քեզ համար կարևոր է։ Հալելույա։ Շարունակենք հաջորդ բանը ինչի հավատարիմ։ Ընկերության հավատարիմ։ Ցես թավաջանող ընկերներ ունեցել եք։ Չեք ունեցել, շատ ուրախ եմ ձեր համար։ Շատ ենք ունեցել, ես ալ։ Անչափ ունեցել ենք, որ հիմա վախենում ենք ընկերություն անել։ Էդ ալ ասեմ։ Վախենում ենք ընկերություն անել, կամ անչափ հարվածը գերել ենք։ Բայց այդ բոլորի մեջ Սուրբ Գիրքը ինձ կսե, դու այդ օրվա ընկերիդ հավատարիմ եղիր։ Հավատարիմ մեր ընկերության մեջ, սիրելի քույր եղբայրներ։ Ոնց կտեսնեք հավատարիմը լալ ընկերության մեջ։ Գիտեք, մտերիմ ընկեր ունենալ հեշտ բան չի։ Եվ որչափ քիչ ունենաս անչափ լավ։ Մտերիմ ընկեր։ Եվ դժվար է, քանի որ գտեսնես, որ քո մի խոսքով։ Բայց ընկերության մեջ հավատարմության համար հարադեվություն պետք է։ Զողողություն պետք է։ Եթե ես կուզեմ ընկեր բահել իրական, ես պետք է նաև դամ ոչ թե մի անստանամ։ Այսօր ընկերությունները ստացող են միայն։ Երբ որ ինձ հաճելի ես ընկերություն կանեմ քո հետ։ Գասկնակ շահակրքիր ընկերությունները Սուրբ Գիրքը մեզ այդպես չի սորվեցնել ընկերությունը գսորվեցնել դալ Հիսուս գսե իր ընկերոջ համար կյանքը գուտա իսկական սերը գսե ընկերոջ համար կյանքը գուտա այս հավատացել եմ ինչև մա բادرաս այդ ընկերոջ համար ես իսկապես երբ որ գնայեմ քողական աշխարհեն եկած մարդիկներ Միքայելը համացային գլակ հետս քողական աշխարհեն եկած մարդիկներ ընկերության արժեքը լավ գիտեն այդ մարդիկը պատրաստ են ամեն ինչ անելու ընկերության համար։ Եկեղեցի մեջ ինչ ավելի քողական աշխարհին եկած մարդիկը լան ավելի շուտ կհասկանան իրական ընկերություն եղբայրությունը ապրելը։ Չէ, իսկապես քանի որ ընկերությունը վարժված են իրենց կյանքը դալ իրենց ընկերին համար Հիսուսի իրաց խոսքը։ Հավատարիմ ընկեր։ Ուրեմն նայեցեք հավատարիմ մարդն է որ բիդորտնվի հավատարմություն այս բոլոր բաների մեջ։ Ինչու գսեմ այս, քանի որ սիրելի քույր եղբայրներ, մարդիկ կտեսնեն եկեղեցի մեջ սուրբ խոսքեր կխոսեն, բայց ընկերության խնդրեմ ունին։ Հիմա գսեմ եղբայրության իրենց ընտանիքի մեջ խնդիրներ ունին, եկեղեցի մեջ արդեն միշտ խնդրեմ ունին։ Բայց իրենց սրբությունը ուր է։ Հավատարիմ մարդը ամեն իրավիճակի մեջ պիտի մնա եւ պիտի աշխատի, որ հավատարիմ ալա։ Հավատարիմ հետո մեր պրոֆեսիոնալ, մեր աշխատանքի վայրը։ Հավատարմություն մեր աշխատանքի մեջ։ Հա, ամեն։ Դեստեք, ամեն, ասել է, ունենք, չի որ մենք չունենք, բայց այս պիտի հավասարակշռված են ամեն ինչ վիճակի մեջ։ Ես երբեմն կսեմ, եթե մեկը իսկապես այդքան հավատարիմ իր գործին մեջ, նույն ցեվով եկեղեցի մեջ լավ, վայ գբայտեցնե եկեղեցին։ Բայց մեկտեղ գադարյալ նվիրված ենք, միշտ չկանք։ Չէ ժողովուրդ, հավատարիմ ամեն վիճակի մեջ։ Հալելույա, մորադ որ ասեց գտնալալ։ Նա գասկնակ այդ բնավորությունը որ ունենք շատերս դարբեր վիճակի մեջ, այդ լուրջ այս հավատարմությունը ունենք, այդ չի որ չունենք։
Բայց մենք պետք է ամեն վիճակների մեջ հավասարակշռությունը տնենք եւ գարկը տնենք։ Իմ հավատարմությունս Աստծո հետ այնքան կարևոր է, ավելի կարևոր է իմ հավատարմությունս գնոջս հետ։ Իմ զավակներիս հետ, իմ եկեղեցիս հետ։ Ավելին կարևոր, որ գարկ կա այստեղ։ Իմ եկեղեցին առաջին գարկն է իմ բարեկամությունից։ Իմ եկեղեցին առաջին գարկն է իմ ընկերությունից, օրինակ։ Չեմ խառներ դեղերը։ Կասկնակ, ով մեկ ընկեր կա իմ դունս, ով է մեկը որ կա, գսեմ որ նախ եկեղեցին հետո դու։ Ով լա թողլա։ Գարկ ես եմ տրել այդ գարկը։ Ուրեմն եթե չբահեմ այդ կարգը, դխարնվի ամեն ինչ իրավու։ Անորմալ Աստված երբեմն թռնում ենք ամենին վերջը, եթե ժամանակը լա։ Հովի ջան, այս կիրակի եթե ամեն ինչ լավ է գանք։ Այստեղ արդեն թռել ամենին վերջ։ Եթե ամեն ինչ լավ է, գանք։ Բայց եթե ես տնես առաջ, դու աստեղ արի, հետո ամեն ինչ լավը գլա չլինի ուշ հարց է։ Գասկնակ հավատարմությունը գարկ պիտի տնես։ Հավատարմության գարկ պիտի տնես, որովհետեւ օրտնվիս։ Հավատարիմ մարդը գործնվի։ Ուրեմն կորձի մեջ հավատարիմ։ Այսպես օրինակներ շատ երբ աշխատեի այդ բարիներ առաջ, ասենք հատուկ գազམ་ակերպության մեջ, գրեթե ես միշտ մինակ էի։ Պատրոն չկար։ Ոնց ուզեի գտարցնեի։ Բայց նոր էի ապաշխարել։ Եվ այդտեղ ինքը գար կամ չգար, ես իմ կորձս, իմ ժամիս 5 րոպեկանոց չէի ելներ։ Որ ես գրնայի 2 ժամ կանոխել էի։ Ասելով որ հավատարիմ նաև այստեղ կանի որ Աստված ինձ կտեսնի այստեղ։ Հավատարիմ իմ հաշիվների մեջ, հավատարիմ իմ ֆինանսիս մեջ։ Աստեղ չեմ գրած, բայց հավատարիմ մեր ծախսերի մեջ։ Ինչ որ գծախսենք, ինչ որ գշահենք, ինչպես կշահենք, ինչպես կծախսենք։ Հավատարիմ մեր այոներու մեջ, հավատարիմ մեր բարդկերի մեջ, ժողովուրդ։ Բարդ ունեք, որ մարդկանց ունեք դալիք ունեք, ես ունեմ լեցուն։ Ունեք, դու գալ ունեք, հալելույա, ունենք, եթե չունեք շատ լավ է, բայց եթե բարդ կունես, մեղքի բարդկը միջև այդտեղ որ քո բարդկը քո սահմանից ավելի չի։ Բայց բարդկիս մեջ ես հավատարիմ պետք է լամ դալու։ Բանկից զանգեմ, ասեմ որ 2 ամիս չեմ տալի ախպեր։ Հասի ինչ։ Գամ ես 2 ամիս չաշխատեցա, քեզի չեմ դար։ Չգանք բան աշխատիմ, չաշխատիմ, ինամ, չելեմ, բարդկս պիտամ, հավատարիմ բարդկիս մեջ։ Եվ իբր հավատացյալ, այս մեծ իշխանություն է, որ մենք կարողանանք ցույց տանք, որ մենք հավատարիմ ենք մեր կորձերի մեջ, մեր այոների մեջ, հետո վերջին բանը կրեմ հավատարիմ, սիրելի քույր եղբայրներ, իմ խոսքիս։ Հավատարիմ իմ ռանդևուներուս, հավատարիմ իմ ժամադրություններուս, հավատարիմ խոսքիս։ Ինչ որ խնդիր ունենք շատերս։ Երբ որ գսեմ այո, պիտի դամ, ուրեմն գդամ, պիտի չդամ, ուրեմն չեմ դար, պիտի կամ, ուրեմն գկամ, պիտի չկամ, ուրեմն չեմ կար։ Բարձի, եթե ինգա մերա, մեր քույր ինչ կսե, երբ որ այն գիրակին որ ես չկամ, մերել եմ։ Այդպես էլ ասել Ռուզանը, մի քանի անգամ մերավ, եկավ, եկավ հիմա հարություն արեց մեր հետ։ Ալելույա։ Ասելի կսել որ, երբ որ հավատարիմ իմ խոսքիս։ Ժողովուրդ մենք այս բանի մեջ պետք է հարադևենք, սիրելիներ ջան։ Եթե մենք հավատացյալներ ենք, այս բանը պետք է քննարկենք, հավատարիմ իմ պատրոնիս հետ, հավատարիմ իմ հարևանիս հետ, հավատարիմ իմ ամեն իրավիճակների մեջ։ Ինչը։ Ժամը, այո։ Այս հոգևոր դրսևորում է մենք երբ որ միշտ եկեղեցին ենք տարիներ առաջ մի քանիներ գային ոչ հայ որ երբ որ գուքային միշտ ուշ գուքային միշտ ուշ հոսալ գա մի քանի հոգիներով միշտ հոսես մեր եկեղեցի միշտ ուշ չեմ դեսեց երբեք ժամեն առաջ եկածնին որ մի խոսքով միշտ ուշ գուքան հովի վիշտե էսա 1 2 1 2 1 2 1 2 1 2 մի անգամ ասի որ ծեր խնդրեմը ոչ երեխան է ոչ ալ գիսուրն է ոչ ալ ձոնկաչն է քո խնդրեմը հոգևոր է դու ցույց է տալիս որ դու հոգևոր խնդիր ունես բոլորս կբադայի ուշ կալը ինչի խնդիր է բայց երբ որ դեսվես միշտ միան եկեղեցի մեջ ընկերության մեջ ալ հյուրության մարդը գսե որ ժամը 8-ին ծերուն պիտի կամ գերագուրը պատրաստներ ես տրեր ես հանկից նստեր ես անոթի սոված սպասում ես մարդը 8-ին 8:30-ին դունից ելնում այդտեղ խանգարվում ես Գանսկրակ եւ հավատացյալ չէ հավատացյալը իրավունք չունի հավատարիմ չլինել իր ծառայության հավատարիմ չլինել իր այոյին հավատարիմ չլինել իր նվիրման եւ այլն հավատարիմ լինենք մենք մեր պատասխանատվությունն է եթե իմ գողքինս հավատարիմ չէ իր խնդիրն է քանի որ
Ես հավատարիմ մարդը պիտի օրտնվի։ Ես կանչված եմ Աստծո առջև հաշիվ տալու։ Գրված է այդտեղ, որ ամեն մեկս հաշիվ պիտի տա ինքը իր համար, գրված այդտեղ։ Ուրեմն դեղ մգա որ ես պիտի ասեմ հավատարիմ մարդը գործնվի, արդյոք հավատարիմ եմ իմ սուբտիտ կարտալուց։ Նայեցեք դուք ցեզի։ Հավատարիմ եք աղոթքի կյանքի, նայեցեք դուք ցեզի։ Եթե ոչ խնդիր ունեք։ Հավատարիմ ես եկեղեցվա կյանքի մեջ, նայի դուք ես։ Հավատարիմ եղիր, քո գոչումին դու ես ասել որ ես քո եկեղեցին, ուրեմն հավատարիմ եղիր։ Հավատարիմ եղիր բայկարի, հավատարիմ եղիր աղոթքի, հավատարիմ եղիր երբ որ եղբայրները բայկարում են ծառայության մեջ այստեղ այնտեղ, հավատարիմ եղիր քո գոչումին, ոչ թե օրտնություն չգա, Աստված օրտնի քեզ ել չեմ ասելու։ Քանի որ ցավալի է եւ գրված է Արագածի մեջ բարձրացային միսեր Աստված օրտնի քեզ։ Համարը գդամ, արդուգանող քեզ քո արևանիդ մի ասա Աստված օրտնի քեզ։ Ինչու՞, քանի որ այդ պատրաստ չէ օրտնությունը ստանալու, արդուգանով կնի գլուխ ես ելել, մի խանգարի իրեն, այդ խոսքը մի ասա։ Պետք է մարդը ստանալու պատրաստ լա։ Հա մենք կուզենք որ բոլորը օրտնվեն, մենք կուզենք որ բոլորը մեծնան, այո, ամեն, բայց դու գիտես ինչու գործնվից կա որ հավատարիմ մարդ ես, դու որոշել ես Աստծո նմանվիր, դու որոշել ես Աստծո հետ կայրել, դու ասել ես Աստված իմ հայրն է, ես հավատարիմ կուզեմ ինչպես ինքը հավատարիմ է։ Եթե դու գուզես հավատարիմ լալ ինչպես ինքը հավատարիմ է, ուրեմն հավատարիմ եղիր ամեն ինչի։ Անցյալ օր մի հատ երեխաներ են, բադայները մեկը ասավ, հովիվ քնություն պիտի դամ ինձ համար աղոթես, արի, սորվեր ես քնությունը։ Չէ, բայց չեմ աղոթի։ Ինչ Աստված քո ծմեր բաբին է, ես դալիս է, հավատարիմ եղիր, ինքը գործն է։ Դու հավատարիմ եղիր քո արածին, ինչ որ պատասխանատվություն ես, աշակերտես պիտի սորվիս այեպը։ Աշակերտես դբրոց մի դերտաս։ Եթե չէ ուզեր դբրոց երտաս, աշակերտ մի լա։ Հասկացա՞ք, աշակերտես դբրոց մի դերտաս, դբրոց մի դերտաս պիտի սորվիս։ Եթե չես ուզեր սորվի, մի։ Հիմա ժողովուրդ անդամ ես, եկեղեցի հետ պիտի սպառվիս։ Եթե եկեղեցի չես սպառվի, դու անդամ լավ իմաստ չունի։ Հավատարիմ պիտի լինես այն բանի, որ դու ես մտել մեջը, մեկը քեզ չդ քաշել։ Ուրեմն գսեմ դեր իսկապես հավատարիմ մարդը գործնվի։ 3-4 օր այս թեմայով հավատարիմ մարդը գործնվի, հավատարիմ մարդը գործնվի։ Հավատարիմ իմ ամեն ինչիս։ Եղբայր քույրերի հարաբերության, իմ ընկերության, իմ ինչ գիտեմ ամեն ինչիս, հարևանության։ Լավ հարևան եղիր։ Գիտեք եղել են մեր քույրերու մեջ երբեմն գսեմ, «Էս ինչ լավ հարևան է»։ Քանի լավ հարևանություն է արել մարդ, հավատացյալ չի, հա։ Այո, եւ գրած է սուբ գրքի մեջ։ Ուրեմն քույր եղբայրներ հավատարմությունը մեզ գսորվեցնե հոգևոր մարդը լալ։ Եվ հասկան ես ինձ գսեմ եթե ես իրական կյանքս հավատքի հետ կապ չունի, ես հավատացյալ չեմ գրնարը լալ։ Հավատարիմ մարդը գործնվի, ուրեմն հարցս իմ էս մի քանի օրվա ինչ բանի հավատարիմ պետք է լամ դեր։ Ինչ բանի ես ավելի հավատարմության վրա պետք է մտածեմ։ Երբեմն մի բան գլա, գսենք, գսե ես Հիսուս ունեմ։ Բայց այդ սխալ է։ Ես Հիսուս ունեմ, ես չեմ կարող ես անեմ։ Այդ հարցը, որուն մեջն եմ, պիտի նայեմ, ես հավատարմություն անում եմ կամ չէ։ Ես չեմ կարող ասել, կարևոր չէ ինձ ոչ մեկը, ես եւ Հիսուս։ Չէ, դու եւ Հիսուս, բրավո, ապրես, բայց դու եւ Հիսուս նաեւ հավատարմություն ուր որ դրած է քեզ։ Որ երկրի մեջ, որ քաղաքի մեջ, որ ընկերության մեջ, որ թաղամասի մեջ, ուր ես աշխատում, ով է ամուսինդ, ով է գինդ, այդտեղ դու հավատարիմ լալու կորձ ունես։ Ամեն։ Հիմա եթե տեսանք, որ մենք նկարություններ ունենք այս թեմաների մեջ, շատ արագ ասեմ ցեզի, ինչպես լուծում գտնենք։ Կդակ ծեր հավատարմության բագասը դարբեր դեղերի մեջ։ Միան ասխիգը։ Ամեն։ Արենա ծեր բարձացուց, եղավ 2, ես ալ 3, 4, 5, 6, 7, հա։ Ելավ, այս կոմ չեմ նայում, այս կոմ ագնայում։ Հա, հարա։ Բոլորս ունենք, քանի որ ես շատ կսիրեմ Աստծո խոսքը, գիտեք ինձ ինչպես այս վերջերս կհասկանամ, որ Աստված ինձ այսպես այս կողմի աչքերս ալ կփանա։ Որ իմ կյանքիս ամեն կողմը լավ նայեմ։ Հիմա գաղութեմ, որ յետևնալ 2 աչք տնե, որբեսի իմ 360 նայեմ իմ էյությանս 4 կողմը գադերեր, որ հավատարմություն չունեմ։ Այս մեր քաղաքը պետք է լա, որ մենք քննենք հավատարմության Աստծո խոսքին համաձայն հավատարմությունը, բայց ամեն իրավիճակի մեջ։ Ես Աստծո խոսքին հավատարիմ եմ, այո, բայց քեզի հավատարիմ եմ լալով։
Հասկնաք, եթե ես քեզի իմ քույր եղբայր, իմ մամա, իմ բաբա, իմ քույրիկ, եթե ես հավատարիմ չեմ այնտեղ որ դերը դված է, ես Աստծո հավատարիմ չեմ։ Գսե այն մարդը որ գսե իրական հավատքի մեջ է, իր ծնողներուն գսե գբահե։ Հասկացաք բահել իմաստը մեր հայկական խասյաթով չէ, հա, որ անբանան դու նաբրի եւ այլն։ Բահելը սել այդ հարկանք ունենալ։ Այս ծնողներու հետ կապված է, բայց քույր եղբայր ալգա, հարևան ալգա, եկեղեցի կա։ Ամեն։ Ուրեմն ես գրեցի այստեղ իմ համար, թե ինչպես ես պետք է առաջ առնեմ այն թեմաներին, որում մեջ հավատարիմ չեմ։ Այո։ Հիմա պիտի գրեմ, մի դեսեմ ցեզի, եթե գուզեք։ Ինչպես առաջ առնել այս հարցերին։ Առաջինը, սիրելի քույր եղբայրներ, մի հատ սպիտակ թուղթ ես առնում։ Եվ այդտեղ գրում ես քո, լավ լսե, քո առաջնագարկ բաները, որ կարևոր են քեզ համար։ Որը որ մե հետո։ Օրինակ, կորձը առողջութենեն հետո է, համաձայն եք ես։ Այսպես, ինչ գիտնամ, քո հարևանիդ դղեն, քո դղայից հետո է, նախ քո դղեն, հետո հարևանին դղեն, համաձայն եք ես, նորմալ է, գարկ ու կանոն կա։ Ուրեմն քո յանքիդ կարևոր գետերը պիտի դու տնես։ Հիմա շատերուն համար, մեր հավատացյալներուս համար մենք կսիրենք ասել Աստված առաջինը։ Քույր եղբայր, խնդրեմ մի ասա, եթե այդպես չի։ Եթե այդպես է, թիր Աստված առաջինը, հիմա քեզ բիցեմ ինչ պիտի անես անոր համար։ Եթե ասենք Աստված մեր առաջինն ենք, գրենք, ամեն, իմ համար, օրինակ համար, այդպես գրված է։ Բայց ես այն բանը բահելու համար, այդտեղ ցավելու եմ ամեն օր, որ այդ բանը բահեմ։ Գիրագի օրը հեշտ է բահելը իրար հետ ենք։ Բայց երկու շաբթի դժվար է։ Բահել Աստված առաջինը։ Ուրեմն առաջինը քրի, քրե, քո առաջնագարկը առաջինը որից հետո, որը որից է էնումեր, l'ordre, որը որից հետո։ Քեզ համար։ Քոնը դերևս իմ համար չի, նորմալ է։ Բայց դու քրի քոնը, ես քրեմ իմս։ Երկրորդը աղոթի։ Լավ լսի։ Աղոթի, որ այդ քո դրած գարկը արդյոք Աստծո դրած գարկն է։ Որ Աստված հայտնի քեզ։ Հասկացաք այս երկրորդը։ Քո գրած գարկը, որ դու ես գրել, աղոթի, մեկ շաբաթ, երկու շաբաթ, կարևոր չի, բայց աղոթի, ասել դեր, այս գարկը որ դրել եմ, քո խոսքի համաձայն է, դու ուզում ես, որ այս գարկով գնամ առաջ։ Դիրոջից պետք է ստանաս։ Դա մենք հավատացյալ ենք, մենք Հիսուսի հետևորդ ենք, մենք մեր գլուխովին հետևորդը չենք։ Ուրեմն եթե գուզես Աստուծո օրհնությունը ստանալ, կամ որ հավատարիմ մարդը օրհնություն կստանա, Աստուծո եթե գուզես ստանալ, աղոթի երկրորդը, եւ ասե դեր արդյոք դու վալիդե կանես, վալիդեն հասկացաք, վավերացնում ես այս կարգը։ Այստեղ գրել եմ 4 բան, 5 բան, 10 բան, օրինակի համար դու գարկը դրել ես։ Իմ համար 10 բաները կարևոր են։ Այս սրանից հետո, այս սրանից հետո, այս սրանից հետո։ Աստծո առաջ կբերես կսես դեր, քեզ համար ալ նույնն է, վալիդե անում ես, վավերացնում ես այս գարկը։ Երբ որ վավերացրեց դերը, հիմա գրում ես երրորդը, գրում ես այդ թուղթը Աստծո առաջ։ Մի խոսքով, քո գրածդ տալիս ես Աստծո։ Դնում ես մի դեղ եւ ասում ես դեր ես քո առաջ եմ դնում։ 5 դագա մեջ խորան էին գնում։ Մենք չունենք խորան, մեր խորանը մենք ենք։ Դանդում ես ժեստ է սրածս, ժեստ։ Խորտաբատկեր ինչ որ լսեմ, այդ թուղթը սիրուն կգծես սիրուն եւ գդաս տիրոջ կսես քոնն է, քեզ եմ տվել։ Ինչու գիտեք, քանի որ հավատարիմ պիտի լինենք, կամ տիրոջ ենք տվել։ Խաղալիք չկա։ Դերը չի մոռանալու։ Դու ես մոռանալու։ Տիրոջ երբ որ տվել ես, երբ որ ցուցակը դարեցիր եւ տիրոջ տվեցիր, քո 2 կամ 3 մտերիմներուն ներկայացրու քո առաջնագարտը։ Գիտեք ինչու։ Քանի որ այդ գողքինները եւ Աստված պիտի կան քեզ պիտի ասեն, չէ՞ որ այս սրանից հետո է, դա ինչ արեցի։ Այս մեզ օգնում է։ Վգաներ պետք է, չէ՞ գսե, թող ամեն ինչ գսե վգաներով լինի։ Ուրեմն երբ որ թուղթը սարքեցիր, Աստծո աղանցնեցիր, հիմա քդիր մեկ քույրիկ կամ մեկ եղբայր կամ երկու, ինչու՞ չէ, եւ իրենց ասա որ նայր, ըհը թուղթս։
Իմ առաջնագարկս էս է։ Ես ուզում եմ հավատարիմ լինել այս կարգին։ Ուզում եմ հավատարիմ լինել այս կարգին։ Ինձ հետևիր։ Ինչու՞ չէ։ Այո, ամուսիններով կարող անեք։ 1 2 3 4 5-րդը եւ 6-ին կվերջանանք։ 5-րդը։ Երբ որ քրեցիր, երբ որ Աստծո առաջ դրիր, աղոթեցիր, վավերացումը ստացար, ըսիր ընկերոջդ մտերիմին, հիմա թուղթդ կառնես եւ ամեն օր կսկսես այդպես ապրել։ Պիտի ապրես այդպես։ Եվ եթե Սարգիսը կա քեզ խանգարի, Սարգիսի մեկ կողմ տնես։ Հովաննեսը կա քեզ խանգարի, Հովաննեսի մեկ կողմ ոչ մեկը չի խանգարում այդ կարգը։ Հասկացաք, ժողովուրդ, հեշտ է ասել հավատարիմ լինել։ Հեշտ է հավատարիմ լինել խոսիլը։ Բայց նայեցեք ժողովուրդ, ցեզի նայեցեք, ինձի նայեցեք, մեզի նայեցեք, այնքան չենք։ Մենք իսկապես Աստծո առջև խաղ ու բար ենք անում հոգևոր կյանքը։ Այս բաները որ ասում եմ քեզ, հիմա գիտեմ որ ոչ մեկը պիտի չանի։ Գիտեմ որ մեկը պիտի չանի։ Գիտեք ինչու պիտի չանի, քանի որ այնքան ցես պիտի նեղացնի այդ արածը, որ դու չեք ուզեր նեղանալ, դու ուզում եք կոմֆորտ հոգևոր կյանք ապրել։ Երբ կուզեմ կմիանամ, երբ կուզեմ չեմ միանար, երբ կուզեմ կծարայեմ, երբ կուզեմ չեմ ծարայել, երբ կուզեմ կգարտամ, երբ կուզեմ չեմ գարտալ, բայց Կիրակի օրը մենք լավ հավատացյալներ ենք այստեղ։ Դերը չի ընդունի այս բանը։ Վերջին բանը այն բանը որ սկսար անելու, ասիկա 5-րդն էր, 6-րդը ինչ որ որոշել ես սկսիր ապրելու։ Սկսիր։ Իսկ 6-րդը քրի այդտեղ ինչ որ լինի թող լինի, հարադեվե այդ ուղղության մեջ։ Հարադեվի։ Առաջինը քո առաջնագարկդ քրի։ Երկրորդը քո առաջնագարկ բաներն Աստծո առջև տեր եւ դες եթե քո առաջնագարկդ եւ իր առաջնագարկը նույնն է։ Վստահ եմ արդեն այդտեղ դու խնդիր պիտի ունենաս։ Ապտակներ պիտի ստանաս դիրոջից, քանի դերը պիտի էս սրանից առաջ, էս չես չեմ ընդունի։ Փոխի։ Եվ այդտեղ մի քիչ աշխատանք կա։ Փոխել, տնել, միջև կոնտրան, գիտեք, միջև կոնտրամը շդակ կրվի, քանի երկու կողմը կփոխեն, գսեն, էս փոխենք, այդ փոխենք։ Նայեցեք, էս Բարսկաստանի պատմությունը 2 ամիս է կոնտրան քրում, այդ քրում են գասը ես համացան չեմ, մյուսը ասում է ես համացան չեմ, միջև հասնան դեղը որ կրեն, հազիվ կրեցին, վերջացան նորին պատմությունը նույնն է։ Donc սելի կսեդա որ Աստծո առջև գբերեք եւ թողեք միջև որ Աստված քեզ վավերացնի, այսի երկրորդն է։ Երրորդը, երբ որ դիրոջ առջևը գբերես եւ գվավերացնի, դիրոջ կդաս այդ դիրոջ կդաս այդ թուղթը։ Եթե մենք այս շենքը մերը լիներ, այստեղ վստահ բադի վրա գսեի բերեք քրեցեք ծեր առաջնագարկները բադի վրա ամենը նկարներով։ Այն մեկը իր նկարը վերեն եւ առաջնագարկը գող։ Օրինագամար ես առաջ Աստված, հետո զավակներս, հետո կորձես, հետո եկեղեցի չեմ գիտեր ինչ որեն է։ Գքրես։ 10 հատնը գքրես։ Օրինակի համար իմ առաջնագարկս այդ է որ ես իմ ամուսնիս ամեն օր միսով գերագուր պետք է եփեմ։ Օրինակ։ Ուրեմն այդ օրը որ միշտ չգա, լավ նայեցեք։ Այդ օրը որ միշտ չգա, դու պիտի վազես շուգա եւ միս պիտի բերես, կամ քո առաջնագարկը ամուսինիդ միսով գերագուր դալն է։ Ժողովուրդ, առաջնագարկը։ Երբ որ ընկերոջդ, հետո 5-րդը, ընկերոջդ ասա։ Մեգումը կդիր, ասա որ ես որոշեցի այս շաբաթ, միշտ շաբաթ, մեկ ամիս այս ծով պիտի քայլեմ։ Այս ծովաբահություն է նաև։ Քանի որ երբ որ առաջնագարկը կրես, շատ նպաներով ոչ կսես։ Այդ ոչեր արդեն ծովաբահություն է։ Ինչպես շատեր, երբ որ ռեժիմ գնեն, գսեն որ մեկ ամիս ես ասենք շոկոլադ իջուտեմ։ Ռեժիմ գնեն։ Գեհդևին այդտեղ բաներ կան սպորտի մարտիկ կան, որ իրենց կսեն քանի գրամ գերար, ինչ գերար, ինչու գերար, երբ գերար եւ այլն։ Ռեժիմի մարտիկը այդ կսեն։ Ինքնալ իր թուղթը ցույց կտա, նայ 10 գրամ գերա, իսկա 500 գրամ սրանից գերա, 600 գրամ սրանից գերա։ Նույն բանը հոգեվորը։ Իմ առաջնագարկս հարադև օրտնված մարդ լինելու համար ես հավատարիմ մարդ պետք է լամ իմ որոշումներին, Աստծո խոսքին համաձայն հավատարիմ լինեմ եւ ոչ օրմա այսպես եւ օրմա այնպես։ Ամեն։ Համարը գսե հետևյալ խոսքը եւ վերջացուցի։ Լավ լսեցեք Եսայի մարգարե 26։ Գսե հաստատ միտքը կադարյալ խաղաղության մեջ կբահես։ Հաստատ միտքը։ Սա հաստատ հավատարիմ որոշված միտքը, քայլը Աստված խաղաղության մեջ կբահե։ Վասնզի գսե քեզի կհուսա Հավիդյան դիրոջը հուսացեք, քանզի դերը հավիդենական վեմ է, անշարժ է, հավատարիմ է իր խոսքերին։
Ուրեմն հաստատ միտք որ ունենաս, հաստատ որոշում, հաստատ ուղղություն, հավատարիմ ուղղություն, դերը քեզ գործն է եւ խաղաղությունով գրեցնի։ Հիմա հասկացաք որտեղից է գալիս օրհնությունը եւ խաղաղությունը։ Երբ որ մարդը որոշում է առնում հավատարմություն իր նվիրելու, հանձնվելու Տիրոջը։ Հալելույա։